Ինչ եմ պատրաստել ես մեր մեծ ընտանիքի համար մեկ օրվա ընթրիքի սեղանին մատուցելու համար։ Բանդիվան միթից պատվիրել էի խոզի չալաղաչ, որը սեղանի գլխավոր ուտեստն էր։ Ընտրել եմ բանդիվան միթը, քանի որ ընկերությունը վերահսկվում է սննդի անվտանգության տեսչության կողմից։ Մորթն իրականացվում է սեփական սպանդանոցում, անցնում է լաբորատոր փորձաքննություն եւ միայն դրական եզրակացության դեպքում նոր հանձնվում սպառողին։ Պատրաստման նախօրեին միսը մարինացրեցի շատ համեղ տարբերակով, կարող եք տեսնել նկարագրության բաժնում։ Արդեն լավ մարինացված վիճակում խոզի չալաղաչը շարեցի ջեռոցի տապակի վրա եւ սկսեցի համեմել կարտոֆիլը։ Պարզապես ավելացրել եմ աղ, կարմիր եւ սև պղպեղներ։ Խորովածի եւ մսեղենի հետ շատ ենք սիրում մատուցել տոմատով եւ սոխով սոուս։ Անկեղծ ասած, կյանքում առաջին անգամ էի ինքս միս գնում, դրա համար վստահությամբ ընտրեցի բանդիվան միթը, քանի որ տեսականին տեղական է, միշտ թարմ եւ մատչելի։ Փոքրուց պապաս միշտ ասում էր, որ ընթրիքի սեղանին պետք է առաջինը դնել հացը, աղը եւ անձեռոցիկը։ Մսի հետ շատ ենք սիրում մատուցել մարինացված սոխ եւ խառը կանաչիներ։ Դե իսկ մսի մասին խոսքեր չկան, համն արտակարգ էր։ Բանդիվան միթից կարող եք պատվիրել խոզի մսի առաքում նշված հեռախոսահամարով կամ իրենց էջին գրելով։